Թրամփը լրագրողներին ասել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը շուտով կավարտվի և երկար չի տևի։ Այդ բոլոր հրթիռները, որոնք արձակվել են Իրանի հարևանների դեմ, տեղակայվել են վաղուց։ Եթե մենք դա չանեինք, կունենայինք միջուկային պատերազմ, որը կվերածվեր Երրորդ համաշխարհային պատերազմի։ Ամերիկացի առաջնորդը նաև անդրադարձել է Կուբայի գրավման հարցին։ Ես իսկապես հավատում եմ, որ կունենամ պատիվ Կուբան գրավելու, ես կարող եմ ազատագրել այն կամ գրավել, ես կարող եմ անել նրա հետ այն, ինչ ուզում եմ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության թուլացման կամ Միացյալ Նահանգների հետ հրադադարի վերաբերյալ առաջարկները, որոնք Թեհրանին փոխանցվել էին երկու միջնորդ երկրների միջոցով։ Երեքշաբթի հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին, նշել, որ Խամենեիի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ վրեժխնդրության դիրքորոշումը շատ կոշտ և շատ լուրջ է եղել նրա առաջին արտաքին քաղաքականության նիստում, չպարզաբանելով, թե արդյոք առաջնորդը անձամբ մասնակցել է այդ նիստին։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է երեկ երեկոյան Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածից, Իսրայելի պաշտպանության նախարարի կեսօրին արած հայտարարությունն է։ Ավելի ուշ, սակայն, մահվան մասին լուրերի ֆոնին Լարիջանիի X էջում հրապարակում է տեղադրվել, որում ցավակցություն է հայտնել զոհված իրանցի նավաստիների ընտանիքին։ Իրանի արտաքին գործերի նախարարը հերքել է այն տեղեկությունները, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկսվելուց հետո ինքը վերականգնել է կապը ԱՄՆ-ի հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆի հետ։